Ողջույն, գիտեմ չէիք սպասում, ես էլ չէի սպասում։ Ուրեմն առավոտյան 7:14 է, բայց ես արթնացել եմ 5:30, որովհետև ես այսօր եկել եմ ինչ-որ տեղ, որտեղ։ Հստակ հեսակ իմանաք դուք էլ, բայց ուղղակի կարող եմ ասել, որ շատ էիք ուզում կոմենտներում միշտ խոսում էիք, գրում էիք։ Ալկոմսեի բացարի, տարասել շարեք Լույսից։ Անջատում ենք աղոթում։ Լավ, ուզում էի ասել, որ դուք շատ եք գրել մեկնաբանություններում այս մասնագիտության մասին, ու ես չէի պատկերացնում, որ հնարավոր է այս մասնագիտությունը իրականացնել, եթե ինչ ուշադրություն մի դարձրեք, ուղղակի չքնած եմ։ Շնորհակալություն, գնացինք էլի միտեղ, որտեղ հիմնականում բոլորը տղամարդիկ են։ Ծանր օր է սպասվում։ Կոշմար իրավախախտում է։ Քաղաքացիներ անցումներից օգտվեք։ Չի կարում։ Կամրակապվեք։ Չեմ հասկանում։ 10-ից է գալիս հաստատ։ Էս ո՞նց են խփել։ Կանգնեց ուրիշ ձև, բարևեց մենակ տղերքին։ Չէի ուզում իրան արձանագրել։ Քոչարյանը մնացածը կասի։ Բայց քլով նեղված էր զգացիք։ 12:66 լսում եմ։ Հասկանում եք։ Տեսնեմ կոմենտես։ Չէ, բան չկա, հասկանում ես կոմենտելու։ Գնացինք։ Բարև ձեզ, մենք նկարահանման ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուս բարեկային ծառայություն։ Բարև ձեզ։ Ոնց եք արթնանում այս ժամին մի հատ։ Մենք արդեն արթուն ենք ժամուկ ես։ Մենք էլ, ես իհարկե ուշացա, բայց Սովորական ընթացակարգ է, որտեղ ծառայությունը մեկնարկում է առավոտ ժամը 0:00, այսինքն մենք պիտի այստեղ ներկայանանք առավոտ 0:00։ հասկացա։ Ինչ ենք անելու այսօր։ Ես օգնելու եմ ձեզ։ Շատ Որոշեցի, որ օգնելու եմ։ Մենք կստանանք մեր գույքը, զենքը, այնուհետև բարեկային մեքենայով դուրս գանք երթուղի ծառայության։ Լարվեմ։ Չէ, պետք չի լարվել։ Գնացինք։ Իսկ ձեր մոտ շատ են աղջիկները։ Ну ամեն ստորաբաժանումում 3, 4, 5, Հա, 6 նույնիսկ 10% դա խոսքը վերաբերում է շարային ստորաբաժանմանը։ Պարոն Խոցանյանը մեր վարչի հրամանատարի տեղակալը։ Այս գործի ժամանակ ազգանով ենք իրար։ Քոչարյան։ Հա, իհարկե։ Ես այսօր ծառայում եմ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտում։ Այսքանը։ Գնանք։ Վայ, ինչ լավն է։ Ինչ-որ մեկը ես լավ։ Եկեք։ Ես բերել եմ ռեզին։ Մտածել էի։ Ինչպես տեսնում եք, ես պատրաստ եմ, կխնդրեմ գնահատել արդյոք սազում է ինձ այս համազգեստը թե ոչ, եւ արդեն լրջանանք եւ գնանք աշխատանքի, շնորհակալություն։ Վերջ։ Վայ, լարվում եմ, այսքան մարդու։ Շատ եմ ինչ-որ այսօր լարվում։ Նոր ծառայողն եմ, բա սպասում եմ։ Հա, բարև ձեզ։ Փրկարի ժամանակ է ինձ լարվել։ Շարքի պահին շատ։ Եկեք Ժողովուրդ ջան, համեցեք։ Այսօր մեր վարչի ծառայության նաև ներգրավվելու է Քոչարյանը։ Ես ասում եմ, որ մի տեսակ հենց ուրիշ աշխարհ է այստեղ։ Ու զենց լարված եմ, հասկանում եմ ինչքան բարդ աշխատանք է եւ պատասխանատու։ Գնում ենք հրանգավորման։ Հասկացա։ Բարև ձեզ։ Ես ուզում եի ասել, քանի սպասում ենք, ուղղակի գնաք մեկնաբանություններում գրեք, թե մյուս թողարկումների ժամանակ ինչ մասնագիտություն եք ուզում, որ ուսումնասիրեմ, իսկ սա ձեր ամենապանջված մասնագիտություններից մեկն է եւ այդ իսկ պատճառով ես հիմա այս տեսքով եմ։ Էլ ինչ ունեիք, առաքիչ։ Առաքիչ, այն մատուցող, անասնաբույժ, կարող եք գնել Անասնաբույժ։ Անասնաբույժը շատ լավն է։ Դա առաջինն է, ճիշտ է։ Չէ, առաջինը մատուցողն էր։ Անասնաբույժը առաջին անհասկանալին էր։ Դիտելուց, հա, բոլորը կարծում եմ այդ
Հա, Անասնաբուժից եկավ։ անասնաբուժը։ Զանազանում են նախ տեղամասերի հետ եւս մեկ անգամ ու տեղամասերում առկա խնդիրների հետ։ Բոլորս են տեղեկ են, որ ունենք ճանապարհատվածներ, որտեղ որոշակի մեծ հաճախականությամբ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ուշադրության կենտրոնում պայմանավորվածները, իսկ թվում է քարտեզի վրա բոլորը այդ ճանապարհատվածները գիտենք, հա, պատկերավոր սեղանային հատվածում ունենք։ Դրանք պահում են ուշադրության կենտրոնում, ժողովուրդ ջան, մեր օրվա խնդիրը դա է։ Ոչ թե։ Այո։ Եթե հարցը չկա, ժողովուրդ։ Ես միշտ ուզել եմ ասեմ, ուղղակի զնդացել եմ ես այդ մարդը չեմ, որ պիտի ասի մի անցեք կմահանաք։ Այսօր կասեմ։ Անիկ է տանի ձեռքերը։ Վայ։ Իրանք ինչ անում, ես էլ անեմ։ Վազգաստ։ Ողջույն պարոն ավակ լեյտենանտ։ Ազատ։ Դուք տեխնիկան ստանալուց հետո նստում եք ծառայական ավտոմոբիլները ու ըստ տեղը բաշխան։ Գնացինք գույքը ստանալու սահադաշտում։ Բա գույքը արդեն չէինք ստացել։ Չէ, այդ գույքը չէ։ Այդ գույքը չէ։ Հիմա տեսեք ինչեր ենք ստանում։ Բարը ձեզ։ Ստացանք։ Գնացինք։ Այ ուր։ Մեր տեսախցիկ ստանալու։ Տեսախցիկ ես ունեմ։ Պետք չի։ Լավ։ Ուրեմն մենակ ես կստանամ։ Արի, բայց տես։ Դեր ուզում։ Չէ, լավ եկեք ինձ էլ տվեք։ Մենք ունենք մեր տեսախցիկը։ Իսկ դուք ունեք վարորդական վկայական։ Չստե պետք չի խափում։ Հա, լավ, հա, իրոք։ Էսը դեպքը չի, այստեղ մեզ չեն խափում։ Բայց явներ է։ Բայց շատ явներ։ Բայց շատ явներ է, բայց խափում եմ։ Գնացինք մեքենան ընդունելու։ Այո։ Մենք այսօր ծառայություն ենք իրականացնելու 1266 բարեկային մեքենայով։ Բարեկային մեքենան ընդունելուց առաջ նայում ենք ընդհանուր ամբողջ մեքենան, արտաքին վնասվածքները արկա են թե չէ։ Հա, սարքավոր։ Նորմալ վիճակում ընդունենք մեքենան։ Նստեք մեքենան Այո, ու դուրս ենք ծառայություն։ այո, որտեղ նստեմ։ Դիմացը նստեք։ Գոհ եմ այսօրվանից։ Վախենալու չի։ Բայց վախենալու չի։ Մարդիկ վախենալու չեն այդ հանցագործությունների եւ այլն։ Այս մեր թաբլետն է, թաբլետով մուտք են գործում մեր անձնական կայքեջը, որի միջոցով նշում ենք, որ արդեն դուրս ենք եկել ծառայության։ Գնում ենք ծառայության, արդեն ծառայության ենք ավելի ճիշտ։ Հիմա եթե կանգնենք մի հատ մեքենայի կողք, կարող ենք բանավոր դիտողություն անել, եթե ամրակապված չէ։ Ոնց է կանում դիտողություն։ Օրինակ նայում եք, եթե ամրակապված չեն, կարող ենք եւ բանավոր դիտողություն իրականացնել հիմա։ Ոնց որ չի ես մարդը։ Կարող ենք ոնց որ չի երևում։ Որպես բարեկայի ծառայող դու պետքա վստահ լինես։ Անշուշտ, բայց ոնց եք դուք վստահ լինում, եթե չի երևում։ Դե եթե չի երևում, Չեք կանգնացնում։ Բնականաբար, եթե տեսադաշտը այնպեսին է, որ չի երևում հանձը ամրակապված է թե չէ, ինքով չեն կարող կանգնացնել։ Մենք պիտի Իսկ առնվազն կարող կանգնացնել, ասել տիպը այդ ժամանակ նայել։ Թե մեկ ասեն, հա։ Ճիշտ լինի, կանգնեցնելուց առաջ հստակ պետք է հիմքը լինի, թե մենք տրանսպորտային միջոցը ինչի համար ենք կանգնեցնում, որովհետև դա օրենքով ամրագրված է։ Հա, անշուշտ։ Ինքը Իրանը տեսա։ Ամրակապված է։ Այո։ Շնորհակալություն այդ վարորդին ամրակապված վարելու համար։ Շնորհակալություն, որ ամրակապված եք վարում, բոլորը թող վարեն ամրակապված, որպեսզի լավ լինի ամեն ինչ։ Մեր ես քեզ ինչ պատմություն եմ։ Հասկացա, այս հաղորդման ամենասկզբից ուզում ես փոխես։ Ինձ շատ լավ վարորդ կլինեմ, որտեղ պապաս շատ լավ վարորդ է, իրան գրեթե չեն կանգնացրել։ Պապաս իդեալական վարորդ է, hashtag պապա։ Կենտրոն գնանք։ Գնանք։ Կարող ես թաբլետից օգտվել, նայեք, տրանսպորտային միջոցի համարը։ Օրինակ այս դիմացի երկու մեքենաների հաշվառման համարիչները կարող ես մուտք անել եւ որոնում անել։ 37։ Հաճ։ Վեյ։ Փոխի լատինատար։ Ոնց է փոխվում։ Վայ։
Հիմա մենք գիտենք ով է վարում։ Կարգավիճակ, գործը, մագնիշ, այո։ Նորմալ է, այս տրանսպորտային միջոցը ոչ մի խնդիր չունի։ Ինչ ասեմ։ Բարի, ասա անցեք հետիոտային անցնելու։ Վախենում եմ։ Արգելի քաղաքացի, օգտվում եք միայն հետիոտային անցնելուց։ Շատ եմ վախենում։ Հարգելի քաղաքացի, խնդրում եմ օգտվեք հետիոտնային անցումից։ Լավ։ Ինչ-որ սկսում եմ հարցը պատասխան։ Լավ էր այս մարդու մեքենան։ Հեսա մյուսը կստուգեմ։ Նորմալ է։ Եթե ինչ-որ թելություն ա լինում, ինքը կարմիրով ցույց է Հա, տալիս։ այս մարդը հանգիստ է նստած, իսկ թվա մոդել է ամեն ինչ, լավ։ Անհանգիստ ոնց ես պատկերացնում։ Ինձ թվում է մի քիչ կգա դեմքի, ես դերասանուհի եմ, դեմքի արտահայտություն կա, որից կհասկանամ, որ ինքը անհանգիստ է։ Կամ ինքն էր լավ դերասան, որ չեմ հասկանում։ Մեր վարորդները արդեն սովորել են դերասանական հմտությունները։ Հմտությունները։ Բայց այս ավտոներ ստուգելը շատ բան է։ Շատ լավ բան է, որովհետև շատ կարևոր է։ Նա օրինակ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եք։ Կամպրեմ։ Շնորհակալություն։ Ուսում էի ասել ձեզ։ Ձեզ բարի ցավեցի։ Ասում եք երբ կարող ենք անցնել Ամառայինի, ասեցիք ապրիլի 15-ը։ իմացաք, չէ։ Ինչեւ ապրիլի։ Մինչև ապրիլի 15-ը չփոխեք, կգամ։ Շրինադու չփոխեմ։ Որ գամ։ Արագասեք մեքենաների երկրորդ շարքից դուրս եք վերում։ Խցանում եք ստեղծում դուրս վերեք մեքենաների երկրորդ շարքից։ Այո։ Օրինակ այս մեքենային կարող ես հայտնել, որ երկրորդ շարքից դուրս եք։ Ինչ ասեմ։ 111-29 Volkswagen-ի վարորդ մեքենան մոտեցեք դուրս վերեք։ Հարգելի Հարգելի չէ, 111-29 Volkswagen-ի վարորդ։ 111-29 Volkswagen-ի վարորդ մոտեցեք, դուրս բերեք մեքենան։ Ես եկա վարորդը։ Դիտողություն, հեսա լուրջ կասեմ։ Հա, այս ուղղակի փորձնական է։ Հա, օքեյ։ Մի քիչ ավելի կոշտ ձայն։ Հա, շատ Շատ պուծիկ է։ ջղային չէ, բայց 940-61 մոտեցեք մեքենային։ Համարը չէի տեսնում, էլի զուտ։ հա, չեմ գանում որտեսես։ Լավ է, պետք է լուրջ լինեմ, որ չմտածեմ ստեղ բանը, հա։ Բան չեն գանում, լուրջ դեմքով։ Բայց այդ մի տեսակ շատ լավ աշխատանք է, որ դուք կարգ ու կանոնն եք ապահովում, անկեղծ։ Սենց ամեն ինչ ճիշտ հարակներում ենք դնում։ Ենք, տեսեցի՞ արդի ենք։ Ներգրաված այս ազգանվեր գործին։ Իսկապես ազգանվեր։ Իջացրեք պատուանը, ասա որ ամրակապի։ Ամրակապվեք։ Չեմ կարում պահեմ ծիծաղս վրաս մեն Լուրջ մերսի։ դեմքով։ Հումորի պես էլի, ու կատակա Հա, անում, կամ կատակա անում։ Կատակեր անում, հետ եկեք։ Ամրակապված է։ Շատ եմ ամաչում նայեմ, բայց ոնց որ չէ։ Ամրակապվեք։ Չեմ կարում ես մարդ, լավ վերջ, ես վերջիններ, մնացածը ասելու եմ սենց լուրջ։ Բարև ձեզ։ Ամրակապված չեք վարում։ Հիմա ամրակապ։ Շատ, ես առաջին անգամ հասկանում ես, վախենում եմ խոսել, տենց չի եղել իմ կյանքում երբեք։ Քաղաքացիներ անցումներից օգտվեք։ Ինչ ջղային էի։ Օգտվեք միայն հետիոտային անցումներից։ Կա։ Այս ժամեր կա դրված, որ 11-ից 24-ը արգելվում է։ 320-61 մոտեցեք մեքենան դուրս բերեք։ Ձայնս լսում եք։ Ոնց որ չէ։ Կամրակապվեք, բարև ձեզ։ Արդեն շատ տենց լավ մտար ների մեջ։ Անցենը բա սաղ տեղներ։ Բայց անգամ բուբսիկ ասեցի հիմա ժպտաց, ասում էի գնա գրկեի։ Ասա անցումներից օգտվեք։ Մի վարքան։ Այս տղային, այս ձեձային։ Արգելի քաղաքացի, անցեք փողոցը սպասեք։ Անցեք սպասեք։ Վախենալու եմ ասեմ, դուք ասեք։ Հիմա գործողություն ենք իրականացնում։ Առաքում Բարև ձեզ։ Բարեկային ծառայությունից Սարգսյան նշենք ծառայությունը տեսաձայնագրում է։ Ունեք փաստաթղթեր ձեր մոտ։ Ներկայացրեք։ Կարող եք իցել կոչել։ Հա։ Բարև ձեզ։ Հարգելի Գարուսյան, վարչական իրավախախտում եք թույլ տալի։ Այն է, ճանապարհը հատում եք չնախատեսված վայրով։ Դրա վերաբերյալ ուրեմն արձանագրություն է կազմվելու։
Բա ինչի անցումով չեք անցել։ Շաբաթ օրը դեպի երթերեկու։ Բա որ մի բան լիներ ձեր հետ։ Ձեր համար է անցումները։ Էություն ասում եմ, որ տեսադաշտում հետիոտային անցման արկայության դեպքում ճանապարհահատվածը հատել եք հետիոտային անցումից դուրս։ Տուգանքի չափը կազմում է 10,000 դրամ։ Վարչարության ընթացքում իրավունք ունեք դիմավորող առարկություններ ներկայացնել, եթե իհարկե ունեք։ Ինչպես նաև որպես հավելյալ զեղչ ունի, որոշումը ստանալուց 15 օրյա ընթացքում վճարելու դեպքում 30% զեղչից կօգտվեք, այսինքն կվճարեք 7,000 դրամ։ Հիմա սպասեք որոշման օրինակը տրամադրեմ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Չի կարում։ Հազիվ եմ դիմացել, որ չասեմ այդ մարդուն չանենք արձանագրություն։ Ցանկացած պարագայում քաղաքացուն պետք չի հարցնել, թե ինչի համար եք կատարում այդ վարչական իրավախախտումը։ Ինչի չեք անցնում հետիոտային անցումների։ Հա, տենց ասեցի։ Նայեք, բոլոր հետիոտները ունեն պարտական, իր պարտականությունների մեջ մտնում է ճանապարհը հատել, թույլատրված հատվածներն են։ Դրա խախտելը առաջացնում է պատասխանատվություն, բայց հարցադրում անել թե ինչի, ինչը տակ կարա շատ հանգիստ պատասխանի օրինակ տենց եմ ուզում։ Տենց եմ ուզում։ Դու գանում եք, դու գանեք։ Հա, հասկացա։ Բայց չենք հարցնում ինչի։ Ասեց ուշանում է։ Հա, ասեցի ինչի է կանցել, ասեց ուշանում է։ Ասեցի տեսեք հիմա ավելի ուշացեք։ Այնց ուշադիր եմ նայում, ամրագոտուն այս տղունը չեմ հասկանում։ Բայց նաև պետքա ուշադրություն դարձնես ոչ միայն ամրագոտուն, այլ նաև որ ղեկին չի կարելի ծխել, հեռախոսով չզբաղվել։ Եվ հետո իրենց համար է, էտել է պետք ճիշտ է ֆիքսել։ Այսօր մենք Երևան քաղաքում ունենք վրաերթով մահացածների 45 մահ ավելի քիչ։ Այդ պատկերացնում եք, որ կատարած աշխատանքի արդյունքն է, որ անզիջում տուգանվել են խմածները, անզիջում տուգանվել են արագություն գերազանցողները, կամ օրինակ, չգիտեմ, հետիոտներն են տուգանվել։ Երկրորդ շարքից արագացեք, մեքենա, արագացեք դուրս գալով։ Ինչ են կանում ստեղ։ Ինչ։ Դիմի ինչի կիդա։ Պետք է հիմա էլի գտնեմ։ Չէ, այս հոպալը։ Էս չէ, կապույտ է համել մեքենան։ Այսինքն կապույտ մեքենաների հետ Փրկված են, մենակ այսօր։ 76-22 900 առաջանակ առաջացածին կանգնեք։ Ինչի։ Նա դու թաբլետով սկսի մեքենա։ Նայում ենք, նորմալ է, մեքենան իր անունով է, ամեն ինչ նորմալ է։ Արձանագրություն կազմելու ենք ղեկին ծխելու համար։ Հա, մի ծխեք ղեկին։ Առասարակ մի ծխեք։ Թարգեք ծխելը։ Մի ծխեք ուղղակի։ Այո, 0.5 տուգանային միավոր։ Շատ կարամ նայես տնը։ Իմ մոտ բալերը ցույց չի տալի, բայց կարեք մտնեք ձեր ROAD Police-ը, այնտեղ ամեն ինչ ցույց է տալիս։ Տուգանքի չափը Vivo-ի 135 Prim 2 առաջի մասով է, չափը 7000 դրամ մինուս 0.5 տուգանային միավոր։ Բայց 7000 դրամն է իր երթին 15 օրյա ընթացքում վճարելու դեպքում 30% զերծ չա կիրառվելու։ Կոչերեն ջան, բեր։ Մի հատ նորից ստորակ։ Ուր է տպելու բանը։ Արցած շոսա։ Ոնց բացել։ Սա միկրոֆոն կա։ Հա, всё, դա, հեսա։ Չէ։ Ինչ որ գնա։ Դա ջղել է լավ չարեցի։ Օй։ Իշի, որ մոտիկանում ես այդ կադրը մտնում, բայց ինձ սպատվի ար։ Այսինքն փչացել է։ Ինչ ա եղել։ Հեսա ուրեմն բրթենք անենք ընդեղ։ Գնում ենք Մեքենան օգնում, բրդում գազը ենք։ վերջացել է, մեքենան բրդում ենք։ Պես սպասի, մի րոպե սպասի։ Թող հալստո։ Գնա կանգարի առաջը։ Չէ իրարել։ Չէ, երբեք։ Ծալի, լավ է։ Աչ բայ։ Շնորհակալություն էլ հայտնեցին։ Շատ գոհ եմ այս կյանքից այսօր։ Բարև։ Ասացին մենք նայում ենք, հասկացել են որ գործից գործն է, ինձ թվում է։ Վայ, այս շատ լավ գործ էր այս պահը։ Նա տեսնում եք։ Շատ գոհ եմ։ Ջուր խմել, շիշներս հետ գա։ Ես չգիտեի որ sense բաներ անում եք։ Բայակ է։ Իսկապես չգիտեի։ Ոչ։ Հա, անկե։ Դա մեր պարտականություններից մեկն է։ 1266 ջուրվեժն 1266 լսում եմ։ ազատ եք Այո։ ես զտան եմ փոխանցում ունեք մոտեցեք Եղավ ընդունեցին։ Եղավ ընդունեցին։
Տայել մեքենայի դիմացի։ Ոնց տեսակ տեղեր ունեցել վթար, հիմա ամեն ինչ լավ է։ Մարդկանց հետ կարևոր է, մի երեխա եղել, վախեցել է, բայց էլի ամեն ինչ լավ է։ Հիմա կարգավորում ենք ճանապարհը։ Արագ, արագ։ Եկեք առաջ, ահա։ Տխուր է ինձ թվում է։ Հետո ասեցին, ինչ ա եղել, բան ասեց, բան չէ, մենակ երեխա էր, իր այդ պահով տխրել էր շատ։ Լավ մարդ երևաց։ Նոր մտածում եմ մի հատ բան, որը կասեմ վերջում։ Իսկ դուք այս հաղորդումը, այս թողարկումը եթե հավանեցիք, օրինակ ես շատ եմ հավանում ընթացքը։ Կարող եք լայքել, բաժանորդագրվել, մի խոսքով ամեն ինչ, որ բաց չթողնեք։ Всё, նստենք։ Իդեալական։ Բարեկայ ծառայությունը Սարգսյան նշում ծառայությունը տեսաձայնագրվում է։ Արգելիներս ճանապարհը հատում եք չնախատեսված վայրեր։ Հետիոտային անցում կա, մի փոքր ներքև խաչմերուկում էլի հետիոտային անցում կա։ Իրար հետ եք միասին եք։ Անձ աստոտող փաստաթուղթ ունեք ձեր մոտ։ Ոչալ ամեն կապիչը հանի։ Չեմ հասկանում, ասում ներեք։ Հարցարության ընթացքում իրավունք ունեք դիմում բողոք առարկությունը ներկայացնել։ Իրավունք ունեք օգնել իրավաբան տղեկան չի ծառայություն գանգատակել 30-րդ ընթացքում վերադարձության քաղաքական ստորագրել կամ հրաժարվեք ստորագրությունը։ Ասեց Արիստեգի չանցնենք, ասի չէ արիանցնենք։ Ոտո։ Նոր եսել անցա, ինձ էլ չեք ուզում շտապ։ Այ որ տեսած լինեինք միանշանակ այո։ Ձերով արեց։ Չենք նկատել։ Մյուս անգամ ավելի ուշադիր կլինի։ Մեր սամյակ անցնեմ ինձ էլ շտապ։ Եթե շատ եք ուզում, բայց չենք թողի հասնել, որտեղ սախիչ գործողություն իրականացնենք, չենք թողի հասնել։ Նորից գարին եք դուք նկարացնում եք, որ ինչ է։ Անձին աշխով նկատած արդեն իսկ լուկ է, ով ասել։ Ես։ Դες բան գործ։ Այո, բարձրացած գործ։ Ուրեմն կատարել եմ վարչական իրավախախտում, չկատես։ Մեքենայի տեսախցիկն է նկարել դա հացի երկրորդ կողմն է, թե չէ։ Հա, նկարացավ։ Չէ, տեխնիկական հնարավորություն չունենք։ Բա ոնց արեք։ Այ կարող եք նշեցի 30-օրյա ընթացքում վերադարձության կարգով բողոքարկեք, այնտեղ մնացածը մանրամասն ձեզ կներկայացնեմ։ Okay, շատ լավ։ Դասմատեք եք ձեր հարցերին պատասխանը բարոյին ներկայացնեք։ Եթե հարցեր ունեք զուտ իրավիճակի հետ կապված, կարող եք հարցերն ինձ ուղղել, ես ձեր հարցերին փորձեմ պատասխանել տալ, մի բան։ Բան չունեմ հասցրել։ Ես այդտեղ հասկանում ես, ես ուղղակի լուր լսում եմ, որ ամեն ինչ լավ ավարտվի։ Ինքը շատ անսպասելի եղավ, որովհետև այդ մարդիկ ովքեր արել էին խախտումը, իրենք այդքան չէին պատրաստվում DJ-ին ու ինչ-որ պայքար էին, բայց այդ մարդը, որ ընդհանրապես կապ չուներ այդ ամեն ինչի հետ, չգիտեմ այդ մարդը վերջի ինչ ուզեց ասի։ Ինքը ինչ-որ իրենց հարազատն էր, ոնց որ, բայց ամեն դեպքում շատ ջղայն եկավ, էլի պատկերացրիր, այսինքն նորմալ է, որ կարա հարցեր տա, վստահ եմ, ասենք ես հիմա չլինեի այսօր ոստիկան լինեի ուղղակի վարորդ, ես էլ կարող եմ հարցեր տայի։ Ես օրինակ, որ ինչ-որ ման չտիրապետեմ, այնքան չեմ կարող այդքան վստահ խոսամ։ Մերսեդես, սպասում ես։ Իսկ այդ ինչ պիտի անենք։ Այս կաշմար իրավախախտում է, այս համաձայն եմ։ Այս դաժե մարդկային բան է, էլի սեն։ Ոնց կարելի է, էլի ծխել գետնին։ Ջղայնանում եմ։ Ես գամ էլի լուր կանգնեմ, չէ՞։ Կարող եք նստեք։ Բարեկային ծառայությունը Սարգսյան նշում ծառայությունը տեսաձայնագրվում է։ Վարչական իրավախախտում եք թույլ տվել, արգելի վարորդ։ Օգտագործելով ծխախոտային արտադատեսակ, վերջում դրա մնացորդները դուրս եք նետել։ Իդեպ մարդը մենակ տղերքին բարևեց, ահավոր զսպում եմ ինձ, որ չասեմ ինչի ինձ չբարևեցիք։ Կապիչը պատրաստի։ Իսկ պետք է ասեմ ուզում եմ նոր։ Տպիչը մոռացանք։ Նազ բանով Ռոդ պոլիսում երևում է, եթե պետք չի, վերջ, Ռոդ պոլիսում արդեն երևում է, դուք արդեն ESPA-ին համարվում եք տեղում ծանուցված եւ 15 օրյա ընթացքում
լուծելու դեպքում 30% զեղչված եք լուծելու 25000-ը։ Հաջողություն ձեզ։ Ցտեսություն։ Մյուս անգամ նամանավանդ այդ իրավախախտումը մի կատր, որտեղ Երևան քաղաքը բոլորինս է, Երևան քաղաքը պետք է պահենք մաքուր, որտեղ այդ մեզից է։ Այնքան իմ սրտից էր այս տողերը, ես ուզում ասեի։ Ասեցի ամբողջ ընթացքում բան չեմ խոսել, ուզում էի վերջում ասել եւ առասարակ պետք չի մեր քաղաքը հաղթել ասեց։ Այն ինչ ուզում էի ասեի դուք ասեցիք է։ Իրենք սկզբից դուրս եկավ ուրիշ ձև։ Կանգնեց ուրիշ ձև, բարևեց մենակ տղերքին։ Մեկը հիշում եմ։ Բարև մենակ, բարև տղեկ ջան։ Եվ հետո արդեն կեսից նայեց ինձ, ֆիքսեց, որ աղջիկ էլ կա, մտքի մեջ բարևեց ուսամ գոնե։ Հետո արդեն ընդունեց իր մեղքը։ Նենց լավ էր։ Ապրեք, որ ընդունեցիք ձեր մեղքը։ Ես ֆիքսեցի դա, որը շատ կարևոր էր։ Գնացինք։ Անցեք աչարտացում սպասեք, անցեք աչարտացում, անցեք աչարտացում սպասեք։ Ասում։ Ինչ ասում, որ անցել է, բայց պուճուրա։ Պուճուրա, 10-ից է գալիս հաստատ։ Դու արի։ Բայց 10-ից է գալիս։ Բարև ձեզ։ Հայ տարեկան եք, 17 տարեկան եք, ուրեմն ճանապարհը պետք է մատեք, միայն եթե Խնդրում եմ։ Այսինքն գիտեք ու չեք անում, չգիտա ճիշտ ասած դրան։ Չգիտակ, Քոչարյանը մնացածը կասի։ Ես ուղղակի ուզում էի, որ ձեզ զգուշացնենք, բայց չարձանագրենք, եթե դեմ չեք այս անգամ, բայց այսօր գիտեք քանի հոգու ենք արձանագրել։ Էլ երբեք չանեք սենց բան։ Ձեր համար ենք ասում իսկապես։ Հաջողություն։ Շատ եմ ուրախ։ Շատ cute է։ Տեսակ ինչ պուճուր էր։ Սովորող էր, նա իսախ ճիշտ եմ ասել։ Հաստատ 10-ից էր գալիս։ Ու ասեց չգտա։ Շատ եմ գոհ, ասեց շնորհակալություն շատ, իմ 1000-րդ շնորհակալությունն է սորվա։ Շատ ուրախ եմ, ինձ թվում է երբեք չկանցնի, եթե կանցնեք, չգիտեմ արդեն։ Ամոթ ձեզ, եթե անցնեք։ Բայց ամոթը մի կողմ, կարող է չլինեք, որ անցնեք։ Վերջում որ ասում եք շնորհակալություն, այդ ինձ թվում է ամեն ինչ արժի էս մարդկանց համար։ Դրա համար ասեք։ Շատ եմ ուրախ, շատ անսպասելի էր, որ ասեցիք Քոչարյանը կասի, ու ես Դե ես նայեք, ես առասարակ եթե նայենք ուղղակի առօրյա կյանքում միշտ կարամ ամեն ինչ խոսեմ, բայց քանի որ ես ձեր կողմից եմ, ոնց որ ինձ թվում է մասնագիտական բաներ պիտի ասվի, որին ես չեմ։ Հա, վсё, բարախրատականը միշտ ինձ թողեք։ Մեր Ահա, գնում ենք խաչմերուկ կարգավորենք։ Գիտեք իմ նիկնեյմը 588, 588։ Հիմա մենք գտնվում ենք Գայի Մայլյան խաչմերուկում։ Այո։ Զեյթունի կողմից գալացողը փակում ենք իր կանաչի ժամանակ, այո, եւ Գայի պողոտային փողում ենք դեպի ներքև։ Հաջորդը մենակ ես անելու։ Նայ ինչքան մեքենաների շարք է ինձ սպասում։ Հիմա նայեք, հիշում եք, որ հելնողներն են խցանում։ Հիմա էլ խցանում չի, գիտես ինչի համար։ Մենք էսի բացեցինք, վերևն է բացվեց։ Նոր-նորքի բնակիչներ, շնորհակալություն եք հայտնում Քոչարյան մերին կազմակերպելու համար ձեր անվտանգ երթևեկությունը։ Ուղղություն է տալ, էլի։ Եկեք էս կողմ։ Իմ նավթի մեջ է դա ուղղակի արես կողմ։ Սամ ջան, քեզ կցան ավտոյտա։ Չէ, դե դու Նստեղ եմ։ Այո, անցեք, Աղջկա վեր հարախոսը խոսում եք, գնացինք, Արեկային ծառայությունից ծառայության նշենք ծառայությունը տեսաձայնագրվում է։ Ընթացքի ժամանակ իրավունք չունեք ձեռքի օգտագործման, օգտվեք հեռախոսակապից։ Շատ լավ ստացվեց խաչմերուկ կարգավորել իրականում։ Մեկ անգամ ցույց տալուց հետո միանգամից կարողացավ արագ ինտեգրվել այդ գործառույթի մեջ։ Անձանց դիտողություններ անել, բանավոր նախազգուշացումներ անել շատ լավ։ Ուղղակի մի փոքր շատ խղճով է այն հարցը, երբ որ արդեն հասնում էր անձանց վարչական պատասխանատվության ետարկը, մի տեսակ չէր ուզում։ Չէի ուզում իրան արձանագրում, ուզում էի ուղղակի խոսալ մեր հետ։
վստահ էր գործում արդեն, որովհետև այն մարդը, որ առաջի անգամ նստում բարեկային մեքենա եւ ունի այնպիսի գործառույթ, որը որ կապված է քաղաքացիների հետ, ինքը իրանից պատասխանատվություն է ենթադրում ու ինքը կարծում եմ շատ լավ անցավ։ Էությունն ասում է, որ վարորդը ձեռքի օգտագործման պնդասքի ժամանակ օգտվել է հեռախոսակապից։ Նշեմ, որ վարչական պատասխանատվության սահմանվում է վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 11-րդ մասով սանկցիան 10,000 դրամ մինուս 1.5 տուգանային միավոր։ Հաջողություն ձեզ, բարի ճանապարհ։ Շատ պոզիտիվ ծառայող է, արդեն հայտնում եմ որպես ծառայող էլի, շատ պոզիտիվ է։ Ես հասկացա, որ ես չէի ուզում, որ արձանագրություն գրեինք, ես ուղղակի ուզում էի աղջկա շփվել։ Ուզում էի հասկանալ աղջիկը ձեզ ոնց է շփվում, բայց ինքը լավ մեղավոր էր, զգացիք։ Իսկ ով է մեղավոր։ Առաջին շրջանում լարվածություն կար, բայց ընթացքում ասեմ, այդ լարվածությունը շատ արագ էլ անցավ, սպասվածից դաժե ավելի արագ անցավ, ինքը ընդհանուր առմամբ բավական լավ էր։ Նայեք, հստակ ասում եմ, վթարների մեծամասնությունը լինում է ավելի շատ անուշադրության պատճառով։ Իսկ անուշադրության համար առաջին գործողությունը, որոնք որ վարորդները անում են, որի արդյունքում ուշադիր չեն, եկին դա հեռախոսով զբաղվում են։ Ամենայն դեպս վաղ չեմ նկատել բացառությամբ առաջի անգամ, երբ որ բարձրախոսը վերցրեց ձեռը, բայց դա վաղ չէ, դա ավելի շատ լարվածություն էր։ Նորմալ է, բոլոր ծառայողների մոտ էլ առաջի անգամ նմանատիպ իրավիճակում հայտնվելուց այդ լարվածությունը լինում է։ Կարծում եմ, որ վտանգավոր իրավիճակներում համարձակ կարող է դուրս գալ։ Անկեղծ ասեմ, կարող է դառնալ բարեկային ծառայող։ Կվերցնենք մեծ գործընկեր։ Դե ես արդեն չեմ զարմանում, որ տենց գովում եմ քեզ։ Մի հատ կասես իմ մասին ինչ են ասել։ Չեմ ասել։ Լավ բաներ էլի։ Էլի լավ բաներ։ Չեմ ասել։ Ես դու խոսեի, դու Լավ, եկեք ես իմ կարծիքը ասեմ։ Քայլենք, հա։ Ես իմ կարծիքը կասեմ, իմ ավագ գործընկերների մասին, նախ ասեմ, որ իրենց անկեղծ շատ սիրել եմ, իրենց գործը իրենց շնորհիվ սկսել եմ ել ավելի շատ գնահատել, անկեղծ եմ ասում։ Ուսն շատ եմ սիրել, մի տեսակ այնքան շատ, որ հիմա սենց որ նայում եմ այսօր ուզում եմ գնահատեմ, հասկանում եմ, որ այս մասնագիտությունը գնում է թոփերի մեջ, ես չէի սպասում, որ ինչ-որ մասնագիտություն կլինի, որ գնա այն սկզբերը, հասկացաք, թոփ եռյակի մեջ է։ Շատ ուրախ եմ, որ այսօր այս մասնագիտությամբ եմ զբաղվել, որ այդքան հետաքրքիր անցել եւ եթե չլինեին իրենք, գուցե այդքան հետաքրքիր չանցներ, բայց քանի որ իրենք այդքան հետաքրքիր էին ամեն ինչ պատմում, ինձ վստահում էին։ Մի խոսքով շատ եմ ուրախ, շատ անկեղծ, ինձ լիցքավորված գնում եմ տուն։ Շնորհակալություն ձեզ, այսքանը դուք չմոռանաք բաժանորդագրվել Զուտ լաբին, որովհետև ինչ որ նոր հետաքրքիր բաներ են մտածել, նոր ինձ backstage ասեցին, դրա համար ձեզ հաստատ հետաքրքրելու է բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք։ Կհանդիպենք։